Նաիրիտը վերագործարկելու մասին գործարար Աշոտ Գրիգորյանի խոստումները նաիրիտցիների մոտ նոր հույսեր են առաջացրել։ Այսօր քիմիական երբեմնի հսկայի նախկին աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ էին հավաքվել։ Գործարարը նոր նամակ է ուղարկել Հայաստանի կառավարությանը պատրաստակամություն հայտնելով $100 միլիոն ներդրում անել Նաիրիտում, եթե այն $1 վաճառեն իրեն։ Կառավարությունը սակայն թերահավատություն էր հայտնել նրա առաջարկի շուրջ, ասելով, որ գործարարը ծրագիր չունի։ Նաիրիտցիները կառավարությունից պահանջում են ընթացք տալ գործարարի նամակին։ Կարծիքս դրական է, քանի դեռ ինչ-ինչ խանգարող բաներ չի եղել եւ իր կողմից եւ ասենք կառավարության կողմից։ Առաջարկները իսկապես հոլդինգի կողմից նորից եկել է ժամանակին, որտեղ Հովիկ Աբրահամյանը ասել էր բերեք ներդրող, ես եւ տալիս եմ $1, ինչ հետո փոխվեց նույնիսկ 1 դրամի, միաժամանակ ինքը ասեց, որ ես պատրաստ եմ 10 տարով սառեցնել այս պարտքերը ամբողջ էներգակիրների։ Այդ հողանեն հիմա։ Աշոտ Գրիգորյանը կառավարությանը ներկայացրել է նաև պահանջներ, այդ թվում հարկային արտոնություններ տրամադրել Նաիրիտին եւ գործարանն ազատել կուտակված պարտքերից։ Հոլդինգի նախագահը առաջարկում է, այո, հարկային արտոնություններ, հատուկ պայմաններ Նաիրիտի համար։ Ներկայացվել է մեր գործարանի մասնագետների կողմից ներկայացված ծրագիրը, որտեղ ասում է, որ $62.5 միլիոն բավական է Նաիրիտը վերագործարկելու համար։ Դա թեպետ եղել է կառավարությունում, կա ազգային ժողովում, բայց Կարեն Իսրայելյանի կողմից նորից ներկայացվել է, որպեսզի նորից ուսումնասիրվի եւ դրվի քննարկման։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ազգային ժողովում պատասխանելով Օրինաց երկիր խմբակցության падգամավոր Մհեր Շահգերձյանի հարցին, ասել է, որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա։ Նաիրիտի խնդիրը այսօր անդադ քննարկվում է, ես գիտեմ, որ դուք նույնպես խոսում եք եւ ուշադրություն եք դարձնում այս հարցին։ Կան առաջարկություններ, ինքը եւ արդյունաբերական, տնտեսական եւ սոցիալական խնդիր է, որը հնչեղություն ունի հասարակության մեջ։ Կան ոլորտներ, ներողություն ես ավարտեմ։ Ես եմ ներողություն խնդրում։ Սա խնդիրներից մեկն է եւ մեր կարծիքով կարող է արտացոլվել։ Դուք տեսել եք առաջարկությունը։ Դուք տեսել եք Նաիրիտի վերաբերյալը։ Որևէ կոնկրետ գործնական առաջարկ գոյություն չունի։ Կան ցանկություններ, ձևակերպված առաջարկություն, որի շուրջը մենք նստենք բանակցենք, գոյություն չունի։ Այդ պարագայում ինչ գրենք։ Գրենք, որ կբանակցենք։ Մինչդեռ Նաիրիտի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը Ազատությանը փոխանցեց, որ իրենք ազգային ժողովին են ներկայացրել դեռ 2015 թվականին կառավարության կողմից հավանության արժանացած ծրագիր։ Երբ վարչապետ տեղյակ չի ծրագրի մասին, ծրագիրը եղել է մի տարի առաջ տված կառավարության կողմից, երևի էներգետիկայի նախարարություն այն ժամանակ ովքեր որ զբաղվում են այդ ծրագրով, վարչապետին չեն տվել ճիշտ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ։ Նման ծրագիր կա, նման ծրագիրը պատրաստել են հայ մասնագետներ ամբողջությամբ ու ներկայացրել են ազգային ժողովին։ Ինչ վերաբերվում է Աշոտ Գրիգորյանին վստահելուն, գործարանի նախկին տնօրենը շեշտեց, հոլդինգում ընդգրկված են նաև արտասահմանյան ընկերություններ եւ առաջարկեց կառավարությանը գործարանից պահանջել երաշխիքներ։ Կառավարությունը եթե չի հավատում Աշոտ Գրիգորյանին, թող կանչի այդ խմբին, անպատասխան պայմանագիր երաշխիքներ ստանա այդ խմբից, եթե երաշխիքները կստանա ինքը խմբից, ոնց որ պահանջում է ինքը, հարց չկա, թող կատարեն։ Աշոտ Գրիգորյանի կողմից այդ խումբը որ կա, հոլդինգը որ կա, տենց ասեմ, երկուշաբթի դուք գիտեք, նամակ է գրել վարչապետին կոնկրետ առաջարկություններով։ Իսկ ուսումը սա կառավարությունը ցանոթան իմանալ արդեն ծրագիրը կա, Աշոտ Գրիգորյանը պետք է նես հրավիրի արդեն կոնկրետ բանակցելու համար, կոնկրետ բան, ոչ թե ասի Նաիրիտը վատ է աշխատում, Նաիրիտը չի կարող աշխատի, Նաիրիտի վրա փող դնել է սխալ, որտեղ վնասով է աշխատում։